Ես ցանկանում ձեր ուշադրություն հրավիրել մի փաստի վրա, որ շատ կարևոր է։ Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ մենք համարյա մոտիկ կլիմայական պայմաններով, տնտեսության զարգացմամբ բավականին մոտիկ ենք Ադրբեջանին, Վրաստանին, մասամբ նաև Թուրքիային, Հայաստանի Հանրապետությունում նվազագույն կենսաթոշակը 36,000 դրամ, դա $93 է։ Այդ մեծությունը զիջում է Ադրբեջանի նույն թոշակային հատուցմանը մոտավորապես 2 անգամ, Վրաստանի զիջում է 1.5 անգամ, իսկ Թուրքիային զիջում է մոտավորապես 3 անգամ։ Այսինքն անձնավորությունները ովքեր պնդում են, որ թող ինչ եք անում, թողը տանք մեկը չեք կարողանալու ծախսեք, ձևը չգիտեք, ճանապարհը չգիտեք, ֆինանսապես իբր թե անգրագետ եք, այս անձնավորությունները կարող են դրանց կառավարչական բարդությունից մի հատ կողքի տարածաշրջանների երկրներն էլի չկատարում ու հասկանա, որ հայ քաղաքացին իրավունք չունի 3.5-4 անգամ ավելի քիչ թոշակ ստանալ, քան Թուրքիայի ընդհանրենք քաղաքացին։ Խնդիրը պետք է կարգավորվի, եւ այս խնդրի կարգավորմանը զատ կա նաեւ մարդկային մոտեցում։ Ես վերջին օրերին ուսումնասիրում եմ թուրքական փորձը եւ Թուրքիայում, որտեղ ունենում հստակ ինֆլյացիա, բավականին բարձր թվերով, ամեն շաբաթ, անդու չեմ էլ ուզում տամ, դրանց ղեկավարը հանդիպում է թոշակառուների հետ, քաղաքացիների հետ, հանդիպում է հայրական հոգատարությամբ զարմանալի է։ Հայրական հոգատարությամբ խոսում են նրանց կարիքների մասին, խոսում են, որ այս ինֆլյացիան ենթադրենք, հասկանում են, որ ձեր միջոցները ավելի սուղ են դառնում, ձեր հնարավորությունները ավելի քչանում են, դեղա, կոմունալա, հագուստա, երեխաների խնամքը, ճանապարհորդությունը, այդ անձնավորությունը ավելի մարդասեր է, քան թե հայկական ենթադրենք կառավարիչները։ Ամեն շաբաթ հանդիպում է ժողովրդին, ամեն շաբաթ ասում է, այս շաբաթ այսքան ենք ավելացնում, այն շաբաթ ենք ավելացնում։ Այս խնդիրը պիտի կարգավորվի եւ գիտեք խնդիրը որն է, բյուջետային միջոցների սղության, այս պատճառաբանության հրաժարվել 660,000 մարդու, մոտ 180,000 նպաստավոր եւ 502,000 թոշակառուների խնդիրը կարգավորելուց, սա ոչ թե հարցը կտրուկ գցել է, սա խաբեության եւ լսեմացման շուտ փորձ է։ Այս անհանդուրժելի, սա այս կարգի ուրացումը, մոռացումը, մարդկանց հարցերին չվերաբերելը աններելի է եւ ոչ ոք չպիտի սա հետ կապված արդարության ինչ-որ բաներ փնտրի։ Պարզապես պետք է աշխատել, բյուջեն անդադ աճում է, չէ՞, անդադ աճում է, բյուջեի միջոցներ գտնեք, չեք կարողանում գտնել միջոցներ, եկեք խորհրդակցեք։ Մենք երբ որ առաջարկը կատարել ենք, այս առաջարկի հիմքում ընկած է մեր հետազոտությունները, եւ այս հետազոտություններով հստակերում է, որ հնարավոր բյուջետային հոդվածների միջև նույնիսկ տեղաբաշխումներից կարելի է այս գումարները հանգիստ անել։ Մենք պետք է պարզապես մտածենք մարդկանց մասին եւ մենք պետք է մարդկային ցավը, տառապանքը, հուսահատությունը մեր թոշակառուների մտքից ամենուրը մտածումից պետք է հանենք։